Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլ YouTube-յան ալիքի Foot Arena հաղորդաշարը եւ ձեզ հետ մենք ենք կրկին հավաքվել ենք որպեսզի խոսենք ինչի մասին Հայաստանի ազգային հավաքականի սպասվող հանդիպումների Վրաստանի հետ դիմակայություններին եւ իհարկե ունենք նոր մարզիչ, այս ամենի մասին կքննարկենք կարճատև դադարից հետո։ Առաջարկում եմ սկսենք միանգամից մարզչից, նոր նշանակում ունենք եւ կուզեմ կիսվես մի քիչ քո կարծիքով այս նշանակման հետ կապված բոլոր հանգամանքների հետ։ Սկսեմ միանգամից վատ հայացքով, բայց ոչ թե ուղղված մարզչին, այլ ֆեդերացիային հիշում ենք եւ սպասում այն էր, որ ֆեդերացիան խոստացել էր, որ կլինի երիտասարդ, ամբիցիոզ մարզիչ, համեմատություն բերվում էր Վրաստանի մարզչի օրինակը Եվ այսպես օրինակի համար թե ինչպիսի պատկերացումներ ունեն հնարավոր մարզչի մասին, նրանք շրջանառության մեջ դրեցին Ռաուլ Գոնզալես Բլանկոյի անունը եւ սպասումները դրանով ավելացրեցին, թե վերջում ինչ ունենք այն, ինչը ինչպես միշտ ունենում ենք ֆեդերացիայի խոստումներից հետո։ Լրիվ հակառակ բան։ Ունենք մարզիչ, որը իր կենսագրությանը նայելով մենք ամբիցիոզ ոչինչ չենք տեսնում, նա երիտասարդ չէ, կարելի ասել, եւ ընդհանուր առմամբ անհասկանալի է թե ինչպիսի ֆուտբոլ է նա դավանում, չկա հստակ ընդգծված ուղղություն թե նա ինչ ֆուտբոլ է խաղում։ Ասվում է, որ նա հոլանդական դպրոցի հոլանդական ֆուտբոլի ջատագով է։ Այո, խաղացել է Յուան Կրոյֆի հետ, բայց սա քիչ բան է ասում, թե նա ինչպիսի մարզիչ է եւ ինչպես կարող է հավաքականը գլխավորել։ Այո, այն փորձառությունը, որ բերվում է, կարծում եմ, որ քիչ է, որպեսզի մենք դատողություններ անենք։ Ոչ թե նրա համար թե ինչ հնարավոր արդյունք կլինի, ես չեմ կարող ասել, որովհետև իրապես շատ քիչ է ինֆորմացիան, թե որպես մարզիչ նա ինչպիսին է։ Երբ որ ես փորձում եմ հասկանալ, թե ինչ է անում ֆեդերացիան, նա կրկին խոսում է մի բան եւ անում է մեկ այլ բան։ Սա արդեն, գիտեք, չի կարելի այսպես։ Ինչպես դու նշեցիր, երիտասարդ ամբիցիոզ մարզիչ էր ակնկալվում ու ինչ որտեղ նաև նշվում էր, որ որոշակի անուն պետք է ունենա, ինչպես ասում են, այսպես ստատուս պետք է ունենա ֆուտբոլային աշխարհում, բայց արդյունքում այո, մենք ստացանք մի մարզիչ, որը մի քիչ աբսուրդային է, որովհետև որպես ճանաչելի մարզիչ ձեռագիր ունեցող, մենք նրան չենք կարողանում դեռևս հասկանալ, բայց ամեն դեպքում հենց նույն հավաքականի մակարդակում նրա մրցելույթները, մասնավորապես հենց Ջոն Վանդ Սխիպի գլխավորությամբ Հունաստանը այդքան մեծ հաջողությունների չի հասել եւ սա մի քիչ հուսադրող չէ։ Այստեղ ոնց որ հակասություն է առաջանում։ Արդյոք սա պարզապես ճարահատյալ լուծում չէ։ Նախ նշենք, որ չի նշվում, թե որքան է նրա աշխատավարձը։ Եթե քիչ է նրա աշխատավարձը, ենթադրել կարելի է, որ ժամանակավոր լուծում է, որպեսզի ցույց տանք, որ մենք ունենք մարզիչ, բայց իրականում ոչինչ չստանանք։ Կամ ես նաեւ այսպիսի մի միտք ունեմ, որ միգուցե ֆեդերացիան ինձ հետ համակարծիք է եւ նրանք չեն գտնում, որ պետք է մեզ B դիվիզիոն դուրս գալ ու դրա համար նշանակում են այնպիսի մարզիչ, որ Վրաստանի հետ դիմակայություններում այդպիսի տենց տպավորիչ խաղ չունենանք, չանցնենք B դիվիզիոն։ Սա իհարկե ինչ որ առումով նաեւ հումորով ընկալենք, ես եթե ճիշտ եմ հասկանում Ընդհանուր առմամբ այս մարզչի հետ հնարավոր է ամեն ինչ, հնարավոր է, որ մենք հաղթենք Վրաստանին, հնարավոր է, որ մենք հաղթենք նաև Աշտանը, բայց փաստն այն է, որ ինչ խնդիրներով է ֆուտբոլիստները հանդիպելու այս մարզչին, իդեպ նշանակումը ուշացած եմ համարում, մարզիչը հնարավորություն չի ունեցել խաղացողների հետ հանդիպելու, խաղացողները իրեն չեն ճանաչում, խաղացողները չեն դնելու նայեն ինչ է, ինչ մարզիչ է։ Ու առհասարակ ընդամենը 20 օր ժամանակ ունին պայմանագրի սկզբից մինչև առաջի դիմակայությունը։ Այս առումով կարծում եմ, որ նշանակման ժամանակը սխալ է։ Հոկեբանական առումով մեր թիմը խնդիրներ կունենա, որտեղ մարզչին դեռ չեն բանանում։ Ընդհանրապես անհասկանալի է եւ չգիտենք ինչ կազմ կպահանջի նա ֆեդերացիայից, ինչպեսի ցանկ ֆուտբոլիստների, արդյոք այդ ցանկում հնարավոր պահանջի մեջ կլինի Հենրիկ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բարեմյանը եւ այլ ֆուտբոլիստներ։ Սրանք բոլորը հարցեր են, կանխակալ բան ասել այս մարզչի մասին, ոչ լավ, ոչ վատ, օբյեկտիվորեն չեն կարող ասել, որովհետեւ
մինչ այս եղած ինֆորմացիան եւ տեղեկությունները թույլ չեն տալիս դատողություն անել։ Հնարավոր է եւ խաղը շատ լավ ստացվի, տղաները հաղթեն եւ հնարավոր է որ լինի լրիվ հակառակը, բայց պետք չէ աչքը թողանել այն փաստը, որ նա որպես այդպեսին, որպես ֆուտբոլային կերպար ավելի նրան հատուկ է սպորտային տնօրենի պաշտոնը, որովհետեւ նա նաեւ Այաքսում է այդ պաշտոնը զբաղեցրել։ Ու ես կարծում եմ, որ այս ամենը ֆուտբոլի ֆեդերացիայի դանդաղկոտության արդյունքն է, որովհետեւ նախ նշվում էր, որ եկող տարվա սկզբին պետք է հայտարարվի արդեն թե ով է լինելու, բայց արդեն մարտ ամսվա հենց մոտենում էինք նոր արդեն տենց ոնց որ մի հատ տարբերակ գտան ու հայտարարեցին։ Վրաստանի հավաքականը Հայաստանի հետ դիմակայության տոմսերը 6 ժամում վաճառում է, մենք նկարահանման պահին դեռ չունենք ինֆորմացիա Հայաստանում տեղի ունեցող դիմակայության մասին, որը նշեմ ամսի 20-ին է տեղի ունենալու ու դա առաջին դիմակայությունն է։ Երկրորդը, որ Վրաստանում է տեղի ունենալու, այնտեղ բոլոր տոմսերը արդեն վաճառված են։ Ինչպեսի կազմում ենք մենք մոտենում այս երկու սկզբունքային խաղերին, մենք քիչ հետո կխոսենք որքան են կարևոր հաղթանակները այս երկու խաղերում եւ եթե կուզեք պարտությունները որքան են կարևոր, եթե պարտությունը երբևէ կարևոր կարող է լինել եւ ուրեմն գանք կարևոր կորուստներից Էդուարդ Սվերցյանի կորուստը կարծում եմ իր ընթացիկ իմաստով ու այս պայի իմաստով շատ լուրջ խնդրի առաջ եմ ես կանգնեցնում, ով կարող է փոխարինել Սվերցյանին, սա մեկ հարց։ Ոնց որ միանում է եւս մի խնդիր, որ Զելարայանը տեղափոխվել է այո Արգենտինա ու այնտեղից ոնց որ էլի այդ երկար ճանապարհը հոգնածությունը, այդ ամեն ինչը նորից գումարվելու է իրար ու չգիտենք արդեն ինչ մարզավիճակում մենք կունենանք Զելարայան կկարողանա նա այդ ծավալի աշխատանք կատարել թեկուզ հենց միջին գոտում, կառուցողական փուլում Այսա մեծ խնդիր է լինելու կարծում եմ։ Սրան պետք է գումանանք, որ չկա անկերական խաղի հնարավորություն, այսինքն միանգամից մտնում են պաշտոնական հանդիպման։ Լուկաս Սպերցյան հարցը կգա Բարսեղյանը թե ոչ։ Ռանոսը վնասվածք ունի, ճիշտ ասած, այս պայդրությամբ ես չգիտեմ ինչ վիճակում է նրա վնասվածքը։ Վերջին խաղում նա Կայզերսլաուտերնի վերջապես նորամուտն է նշել, 13 րոպե խաղացել է։ Նաև չմոռանանք, որ Վարազդատ Հարոյանն է վերադարձել հայրենիք ու Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ է դարձել։ Ինձ համար, որպես երկրպագու ու ֆուտբոլասեր, ինչպես թիմը հանդես կգա, այդքան էական չէ, որքան այս շիլաշփոթ ու դանդաղ վիճակի հանգուցալուծման հասնելն է, որովհետև մեր ֆուտբոլը ներկայումս ցավոք սրտի, բայց ճգնաժամային վիճակում է գտնվում ու հետեւաբար սա գլխավոր հարցն է, որը որ պետք է լուծվի։ Ես առաջարկում եմ կարևորությունը հասկանանք Հայաստան-Վրաստան դիմակայության։ Դու կողմնակից ես, որպեսզի Հայաստանը լիարժեք պայքարի B դիվիզիոն բարձրանալու համար, թե ոչ, ինչ կտա դա մեզ իհարկե, ու արդյոք Վրաստանի հետ մենք ներկայումս հավասարազոր հավաքականներ ենք, թե ոչ։ Հավասարազոր չենք, բայց ասենք 2000-ականների Հայաստանի ազգային հավաքականներ չենք, այսինքն կատարողներ կան, որոնք որ ափսոս են, որ այսպիսի մարզիչներ կան, խոսքս այսօրվա մարզիչի չի վերաբերվում, բայց չի բերվում այնպիսի մարզիչ, որը կարողանա այս ֆուտբոլիստների պոտենցիալը լիարժեք օգտագործել։ Ինչ վերաբերվում է այն բանին, թե արդյոք շատ լավ կլինի գնալ B խումբ, թե մնալ այստեղ, ես փորձեցի հասկանալ, ինչ փաստեր արձանագրեցի, որոնք որ կարող են լինել, եթե մենք անցնենք հաջորդ փուլ։ Եթե մենք անցնում ենք հաջորդ խումբ, մենք ունենում ենք 28 թվականի ընտրական փուլում ավելի հարմար մրցակիցներ։ Եթե մենք մնում ենք ընտրական Եվրո 2028-ին, ունենում ենք անհարմար մրցակիցներ։ Եթե մենք անցնում ենք B խումբ, մենք FIFA-ի դասակարգման աղյուսակում բարձրանում ենք, հետեւաբար ընկերական խաղերում խաղում ենք ավելի բարձր որակի թիմերի հետ։ Սրանք փորձում եմ առավելություններ ասեմ, որոնք որ կարող են լինել։ Կարող է բարձրանալ մեր երկրպագուների, ֆուտբոլիստների հանդեպ վստահությունը, որովհետև դուք գիտեք, դու ասացիր, որ ճգնաժամ է, եթե մենք եւս երկու խաղանել այս սկզբունքային, այսինքն բացի նրանից, թե ինչ նշանակություն ունի խաղը,
ուղղակի խաղ առումով, այլ նաև ում հետ են խաղում։ Այս առումով սա սկզբունքային խաղ է, եթե մենք պարտվենք ճնշումը ֆեդերացիայի ֆուտբոլիստների վրա կավելանա, շատ լուրջ կավելանա, եւ եթե մենք հաղթում ենք, սա էականորեն կմեղմի այս ճնշումը, որ կա։ Եվ ընդհանուր առմամբ, եթե մենք բարձրանանք B խումբ, մեր խաղացողների տրանսֆերային արժեքների վրա դա կարող է երևալ։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է դա լինի։ Ես օրինակ դեմ եմ, որ մենք բարձրանանք B խումբ, որովհետև ներկայումս մենք ոչ մի նախապայման չունենք այնտեղ հայտնվելու համար։ Կոպիտ ու ցավալի բան եմ նշում, բայց մենք չենք համապատասխանում այդ խմբում լինելուն։ Մենք պարզապես լինելու ենք բոքսի տանձիկի նման մի բան։ Շատ կոպիտ է հնչում, ներողություն իհարկե, բայց այն Հայաստանի ազգային հավաքականը, որը Կապարոսի ժամանակ հաղթեց ու բարձրացավ B խումբ, ավելի ավարտուն որոշակի առումով հավաքական էր ու ավելի լավ գիտեր, թե ինչպես պետք է պայքարի ցանկացած մրցակցի դեմ, քան հիմա, երբ որ մենք պարզապես նոր պետք է ծանոթանանք մի մարզչի հետ, ով բերելու է իր օգնականը Առոն Վինտերին ու ուրիշ տենց մարզչական շտաբ որպես այդպեսին չկա, մի քիչ աբսուրդային է սա ամենը հնչում։ Ու այս աբսուրդային վիճակում գնալ ավելի ուժեղ հավաքականների հետ հանդիպել, կարծում եմ սա մի քիչ ավելի անվան հետ խնդիր է ունենալու ու մեր անունը անտեղի տեղը ոնց որ չեմ ուզում գետնին խփենք էլի Պարտվողների բան ցանկում հաճախ կհանդիպենք, սա մեր կանխատեսումն է, որ կարող է լինել մի փոքր իրատեսական, եթե դատենք։ Ես նաև կուզենամ նշել, որ Վրաստանի հավաքականը պրինցիպիալ է մոտենալու այս դիմակայությանը, պետք է նաև հիշել, որ վերջին 4 դիմակայությունում 3 պարտություն են ունեցել, 1 ոչ ոքի, սա այս Վրաստանի հավաքականի համար իրոք վատ հատված է, վատ ցուցանիշներ են ու շատ տրամաբանական է, որ նրանք բարկացած են դուրս գալու խաղադաշտ, հատկապես երբ որ մրցակցային այդ հարևանների հետ մրցելու պահը ոնց որ ավելի է բնականաբար բորբոքում կրքերը։ Ամեն դեպքում Վրաստանի հավաքականը ներկայումս իր ֆուտբոլիստներով, իր ներուժով տպավորիչ է, ճիշտ է Կվառացխելյան մի դիմակայությանը չի մասնակցելու, բայց պատասխան դիմակայությանը նա լինելու է ու վերջերս տեսանք ինչպիսի էվոլյուցիա է նա իր խաղի մեջ Paris Saint-Germain-ում լրիվ փոխվում է ու այն Նապոլիի եզրում խաղացող Կվառացխելյան չի։ Այո, հանգստություն է եկել իր խաղում, այ ավելի հասունություն կա։ Սպերցիանի դիրքում մենք ունենք խնդիր։ Հովհաննես Հարությունյանն է, որ հնարավոր է որ կարողանա խաղալ այն ազատ դիրքերում, որտեղ որ կարողանում է խաղալ Սպերցիանը, բայց կարծում եմ որ լիարժեք չի կարող փոխարինել Սպերցիանին։ Կարծում եմ որ ճիշտ կլինի, եթե Լուկաս Հելելյանը խաղա մեր հարձակվողի հենց թիկունքում այնտեղից կարողանա կազմակերպել գրողները։ Հարցը կան թե ով կլինի կենտրոնական մեր մաքուր հարձակվողը, Ադամյան, Միրանյան, այստեղ շատ տարբեր են։ Շատ կարևոր է թե ով կլինի մեր կենտրոնի 4-3-3 եթե այդ մարտավարությամբ խաղում ով կլինի քանդող խաղացողը։ Շատ բան կախված կլինի Իվուից։ Բնականաբար ներկայումս Հայաստանի հավաքականի ամենաստաբիլ ֆուտբոլիստներից մեկն է, որը իր տեսակը գրեթե ոչ մի մարզչի մոտ չի կորցնում եւ ճիշտ աշխատանքը խաղադաշտում կարողանում է կատարել։ Ամեն դեպքում իրոք կադրային խնդիրներ ունենք թե հարձակման գծում, թե կիսապաշտպանությունում եւ թե պաշտպանությունում։ Կարծում եմ մեզ, քանի որ մենք դեռ որպես այդպեսին համակարգ չունենք, մարզիչը դեռ նոր է, պետք է աշխատի, հասկանան ֆուտբոլիստների հետ իրար, կարծում եմ լավագույն լուծումը, որը կարող է լինել, դա այն է, որ մենք կիրառենք հենց Վրաստանի խաղաոճը, որը որ նրանք ունեին Եվրոպայի առաջնության ժամանակ, այսինքն խաղալ երկրորդ համարով, հույսը դնել հակագրողների վրա ու հնարավորինս արագ մաքսիմալ մոտ ռեալիզացիայի 100%-ին պետք է փորձենք։ Եվ դա հնարավոր է ավելացնել, որովհետև Վրաստանի պաշտպանները շատ ծանր են, իսկ մեր եզրայինները, ասենք Բիչախչյանը, Արտուր Սերբյանին շատ ավելի արագ են։ Դուք էլ գրեք մեկնաբանությունների հատվածում ձեր կարծիքները, ինչպես կավարտվեն այս երկու դիմակայությունները ու խնդրում եմ մի փոքր ավելի ծավալուն մեկնաբանեք, թե ինչ եք ակնկալում նոր մարզչից, արդյոք մեզ պետք է ռադիկալ փոփոխություններ հայկական ֆուտբոլում։ Ամեն դեպքում շնորհակալ ենք ձեզնից ձեր ուշադրության համար, ձեր ծախսած ժամանակի համար։ Արտուր ջան, մենք կհանդիպենք հաջորդ անգամ։ Լավ եղեք, անպայման չմոռանաք լայքելու կոճակը սեղմել։ Հաջողություն։